Անտապանում հյուրընկալել եմ ազգային ժողովրդավարական բևեռի անդամ, նաև կուսակցության ընտրացուցակում երկրորդ համար Գևորգ Սաֆարյանին, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մեր երկիրը հյուրընկալեց եւ անցկացրեց երկու խոշորագույն միջոցառում, դա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն էր եւ Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովը, ունենք փաստաթղթերի տեսքով կոնկրետ արդյունքներ, մասնավորապես նկատի ունեմ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ կնքված ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագրերը, Խորվաթիայի հետ ստորագրվեց ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր, Թուրքիայի հետ համաձայնագիր ստորագրվեց անի կամրջի վերականգնման մասին, Եվրամիություն Հայաստան հռչակագիր ունենք, ըստ որի նախատեսվում է ակտիվ համագործակցություն տրանսպորտի, էներգետիկայի եւ թվային ոլորտներում, քննարկվում է նաեւ Հայաստանի ներգրավումը Սև ծովի ստորջրյա Մալուխի նախագծում, նախատեսվում է ակնկալվում է մինչեւ 2.5 միլիարդ եվրոյի ներդրումներ, այս արդյունքներն ինչպես է գնահատում, էլի կքննադատեք Հայաստանի իշխանություններին։ Այո, մենք նայեք մի շարք փաստաթղթերի մասին խոսեցինք, որոնք հռչակագրային բնույթ ունեցող փաստաթղթեր են, շատ լավ է որ ստորագրվել են, իհարկե, բայց սրանք գործնական, իրական գործունեության փաստաթղթեր չեն։ Սրանք հռչակագրեր են, որոնք իդեպ նմանատիպ փաստաթղթեր ջենտլմենական սա առաջին անգամ չի, որ ստորագրվում։ Նաև օրինակ Էմանուել Մակրոնի այցը շատ կարևոր այց էր Հայաստան, բայց մենք պիտի հիշենք, որ Ֆրանսիայի բազմաթիվ նախագահներ ինչպես այցելել են Հայաստան, այնպես էլ Հայաստանի ղեկավարներին ճոխ ընդունելություն են կազմակերպել Փարիզում, այսինքն այստեղ Փարիզը Ֆրանսիան առաջ է տանում իր պետական շահը։ Բայց մենք տեսնում ենք, որ անտեսելով այն հանգամանքը, որ եվրոպացիները ամեն կերպ փորձում են աջակցել Հայաստանին, Հայաստանի իշխանությունները մերժում են այդ աջակցությունը։ Ինչպես են մերժում։ Օրինակ, օրեր առաջ ուրեմն Եվրոպական խորհուրդը ընդունեց մի բանաձև, որը վերաբերվում էր Հայաստանի Հանրապետության։ Այստեղ շատ կարևոր մի նյուանսի պիտի անդրադառնանք, բանաձևը Հայաստանի Հանրապետության մասին էր։ Եվ բանաձևի մեջ անդրադարձան, որ Արցախահայությունը իրավունք ունի արժանապատիվ եւ անվտանգ վերադառնալ Արցախ։ Սա առանձնակի ընդգծում եմ այն մարդկանց համար, ովքեր որ փորձում են խաբել հայ ժողովրդին, ասելով, որ օրինակ Եվրամիությունը կամ եվրոպական երկրները Արցախը ճանաչում են Ադրբեջանի տարածք։ Այստեղ առնվազն հարց է առաջանում. ինչու Հայաստանի Հանրապետությանը նվիրված բանաձևի մեջ անդրադառնում են Արցախահայության վերադարձին Արցախի տարածք։ Այստեղ ակնհայտորեն կա ակնարկ, որ եվրոպական երկրները չեն ճանաչում Արցախը Ադրբեջանի տարածք, եւ սա հասկանալով Ադրբեջանը բուրըն արձագանք ունեցավ։ Այո։ Սակայն Հայաստանը որևիցե արձագանք չունեցավ, ընդհակառակը, որն է Հայաստանի իշխանությունների արձագանքը, Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ մենք պետք է հրաժարվենք վերադարձի իրավունքից։ Պարոն Սաֆարյան, Հայաստանը չի արձագանքում, որովհետև այդ արձագանքի հետևանքները առաջին հերթին զգալու է Հայաստանը, Հայաստանում ապրող քաղաքացին եւ ոչ թե Եվրոպական միության այդ կառույցները, կառույցների ներկայացուցիչները, երկրների առաջնորդները։ Իդեպ այդ մասով եթե դա ընդգծում եք, ուրեմն արցախցիները զուգահեռ ակցիա էին իրականացնում Համալիրում եւ ես լսում եմ Արցախի նախկին ՄԻՊ-ին, որն ասաց, որ որևէ հանդիպում իրենց հետ չի եղել։ Եթե նրանք բանաձև են ընդունում, եթե նրանց համար այդ էջը փակված չէ, այդ հարցը փակված չէ, առնվազն իրավունքների մասով բնակիչների, այդ պաշտոնյաները կարծում եմ 5 րոպե ժամանակ կունենային, չէ, այնտեղ գնալու եւ մարդկանց հետ հանդիպելու։ Հայաստանի Հանրապետությունում նաեւ այդպես ցուցադրելու, վերահաստատելու իրենց աջակցությունը։ Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալվելով, անտեսելով ՀՀ իշխանությունների կամքը, կարծում եմ, որ դա տվյալ ֆորմատի մեջ չէր մտնում, որ նրանք դեմարշ կազմակերպեին Հայաստանի իշխանությունների դեմ եւ ասեին անկախ ձեր կամքից մենք գնալու ենք հանդիպենք ուրեմն Արցախի մեր բռնի տեղահանված քաղաքացիների հետ։ Սակայն մենք խոսում ենք փաստաթղթի մասին։ Եվրոպական խորհուրդը ոչ թե ինչ-որ բանավոր հայտարարություն է արել, այլ ընդունել է փաստաթուղթ։
Եվ այդ փաստաթղթում ասում է, որ Արցախի մեր քաղաքացիները իրավունք ունեն վերադառնալ Արցախ, անվտանգ եւ արժանապատիվ, ինչը ըստ էության հնարավոր չէ, քանի դեռ այնտեղ կանգնած է ադրբեջանական զորքը։ Այսինքն մենք կարող ենք նաեւ ասել, որ եվրոպացիները փաստաթուղթ են ընդունում, որպեսզի ապագայում, երբ որ այս իշխանությունները չեն լինի, Հայաստանի իշխանությունները օգտագործեն այդ փաստաթուղթը եւ օրինակ պահանջեն Արցախ մտցնել միջազգային խաղաղապահներ, որպիսի նրանք ապահովեն արժանապատիվ եւ ուրեմն անվտանգ վերադարձը, սակայն Հայաստանի իշխանությունները ինչ են ասում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մենք պիտի հրաժարվենք այդ իրավունքից։ Ինքնին իրավունքից հրաժարվելու կոչը պետական մարմնի ներկայացուցիչի կողմից սա անթույլատրելի է։ Ես հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ամբողջությամբ իր բոլոր պետական կառույցներով սահմանափակված է իրավունքով։ Այսպիսի պայմաններում Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ մենք պիտի հրաժարվենք իրավունքից։ Այսինքն եվրոպացիները ասում են ոչ, դուք այդ իրավունքը ունեք եւ պետք է վերադառնաք, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է ոչ, մենք պիտի հրաժարվենք։ Եվրոպացիներն ինչ են անում այդ վերադարձը կազմակերպելու համար, պարոն Սաֆարյան, եւ արդյոք եվրոպացիները այդ բանաձևը չեն ընդունել, հետագայում հարմար պահի այդ հարցը իրենց շահերին օգտագործելու համար եւ ոչ թե արցախցիների վերադարձի իրավունքին տեր կանգնելու համար։ Բոլոր պետությունները աշխարհում ընդունում են, կատարում են գործողություններ, ընդունում են բանաձևեր, իդեպ եվրոպական մի շարք պետություններ էլ առանձին բանաձևեր են ընդունել, որտեղ նշել են այդ իրավունքի մասին։ Այդ ամենը արվում է բացառապես միայն եւ միայն իրենց շահերից ելնելով։ Շատ լավ, հիմա էլ Հայաստանը գուցե այս պահին Հայաստանի շահը չի թելադրում այս պահին օգտագործել այդ իրավունքը, այդ հնարավորությունը, այդ բանաձևերը եւ դա կօգտագործի որոշ ժամանակ հետո, երբ որ քաղաքականություն, որը հակոտնյա է այդ իրավունքի։ Ասում եմ, մենք պիտի հրաժարվենք այդ իրավունքից։ Մենք պիտի ճանաչենք Արցախը Ադրբեջանի տարածք։ Գուցե ժամանակավոր, պարոն Սաֆարյան։ Ժամանակավոր ճանաչենք։ Երբ որ ուժ ունենանք, զորություն ունենանք, երբ որ մենք կարողանանք մեր հայտարարությունների հետևից ռազմական ուժով գնալ, մենք այդ ժամանակ այդ փաստաթղթերին հաստատ չենք։ Այո, համաշխարհային քաղաքականությունում գործում է ուղիղ հակառակ փիլիսոփայությունը։ Փաստաթղթերը նրանք կարելի ասել հավերժական ազդեցություն են ունենում, իրականությունը, որը կա փոփոխական է։ Հիշենք օրինակ ռուս-ճապոնական հարաբերությունները։ Ճապոնիան պահանջում է Կուրիլյան կղզիների վերադարձ, դե պահանջում է արդեն տասնամյակներով։ Հղում կատարելով 1855 կարծեմ թվականի Պետերբուրգյան պայմանագրին։ Ասեք, քանի տարի է անցել այդ պայմանագրից։ Բայց Ճապոնիան պահանջում է ռեալ տարածքը եւ ասում է, որ այդ տարածքը իրենն է, այդքան տարի շուրջ 200 տարի առաջ ստորագրած իմ փաստաթղթով։ Փաստաթղթերը շատ ծանրակշիռ են եւ աշխարհում նայեք բազմաթիվ պետություններ ռեալ տարածքը կորցնելով չեն հրաժարվում նրա նկատմամբ իրավունքից։ Օրինակ նույնը մենք տեսանք Մեծ Բրիտանիայի եւ Արգենտինայի միջև կոնֆլիկտը ժամանակին եղավ Ֆոլկլենդյան կղզիների համար։ Մեծ Բրիտանիան հզոր էր պահպանեց իր տիրապետությունը, սակայն Արգենտինան մինչ օրս իր իրավունքից չի հրաժարվում։ Պարզ է, որ նա չի կարող հարձակվել, գրավել եւ այլն, բայց նա պահպանում է իրավունքը։ Ճապոնիան պահպանում է իրավունքը։ Եվ հարցը առաջանում, իսկ ինչու։ Ինչու ատոմային հարվածով գետնին հավասարացրած Ճապոնիան չհրաժարվեց իրավունքից։ Որովհետեւ պահպանելով իրավունքը նրանք հույս ունեն, որ ինչ որ մի օր հնարավոր է ինչ որ մի դարում, օրինակ Ռուսաստանը կթուլանա այնքան, որ ճապոնական զորքը կգնա կկանգնի այնտեղ, կասի հիշում եք, չէ, որ ես ասում էի։ Այսինքն ձեր առաջարկած գործողությունը հրաժարվել իրավունքից, որպիսի դիմացին թուլանալուց կամ մեր ուժեղանալուց հետո վերականգնել, համաշխարհային քաղաքականության մեջ լրիվ հակառակն է։ Պահպանել իրավունքը, որպիսի ուժեղանալուց հետո այն կիրառել։ Ինչ վերաբերվում է քաղաքականությանը, այս իշխանությունների եւ ուժեղանալու։ Իշխանության սազանդարները մի շարք անձինք նաեւ այդ քարոզչությունը վարում են։ Ուրեմն այդ թուրքական զորքը փաթաթված Սյունիքի պարանոցին մենք ուժեղանալ չենք կարող։ Նա թույլ չի տա։ Որովհետեւ նրանք նկարտումներ ունեն վերացնելու Հայաստան, այսինքն ինչ թույլ են տալու մենք հզորանանք հետո վերացնեն։ Նայեք, իրենք ակնհայտորեն խոսում են թուրքական աշխարհի մասին,
խոսում են արևմտյան Ադրբեջանի մասին։ Ու վերցրեք այդ թուրքական աշխարհի քարտեզները եւ այնտեղ գտեք Հայաստանի Հանրապետություն։ Միանշանակ է, որ Ադրբեջանը հարմար համաշխարհային քաղաքական պահ գտնելու պարագայում հարձակվելու է Սյունիքի վրա։ Դա միանշանակ է։ Եվ եթե մենք թույլ ենք տալիս, որ նա այնտեղ պլացդարմներ կառուցի Սյունիքի երկու կողմերում, Սյունիքը մի քանի օր չի դիմանա։ Հիմա այս հռչակագրերը, այս համագործակցությունները, որոնք հաստատվում են, սրանք այն մասին չեն, որպեսզի կանխեն հնարավոր այդպիսի սցենարը, եւ ես ճիշտ եմ հասկանում, բանաձևերը ավելի դուք կարևորեցիք, քան այս հռչակագրերը, ինչպես է ստացվում, մի դեպքում փաստաթղթերը կարևոր են, մեկ այլ դեպքում ոչ այդքան։ Փաստաթղթի բնույթը պիտի մենք նայենք։ Մի դեպքում ունենք Եվրոպական խորհրդի ընդունած փաստաթուղթ, որը ի դեպ նաև պարտադիր է Ադրբեջանի համար, մյուս դեպքում մենք ունենք պետությունների կողմից հռչակագրային բնույթ ունեցող փաստաթուղթ, որը պարտականություններ չի ենթարկում։ Բայց առաջին քայլը համագործակցությունը սկսելու աշխատելու։ Ես ի սկզբանե ֆիքսեցի շատ լավ է, որ այդ փաստաթղթերը ստորագրվել են։ Դա շատ դրական է։ Ասեմ ավելին, շատ լավ է, որ տվյալ գագաթնաժողովը անցկացվում է Հայաստանում։ Սա եւս մեկ ուրեմն աջակցություն է եվրոպական համույթի կողմից Հայաստանին։ Սակայն մենք տեսնում ենք, որ եվրոպական համույթը եւ այստեղ պետք է հասկանանք, իսկ ինչու են նրանք ուզում մեզ աջակցել։ Որն է իրենց շահը։ Իրենց շահը թուրքական աշխարհի դեմը փակելն է։ Նաև Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելը։ Միանշանակ, նաև թուլացնելու Ռուսաստանի ազդեցությունը, սակայն նրանք հասկանում են, որ եթե Հայաստանը ընկավ եւ այդ թուրքական աշխարհի ճանապարհը բացվեց, ապա նրանք լուրջ խնդիրների առաջ են կանգնելու։ Առաջին հերթին Հունաստանը, Ֆրանսիան։ Նայեք այսօր Ֆրանսիայի եւ Հունաստանի առաջնորդները երբ որ հանդիպում են, Ֆրանսիայի նախագահն ասում է, եթե կոնֆլիկտ լինի Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ, ապա Ֆրանսիան կկանգնի Հունաստանի մեջքին։ Մենք խոսում ենք 2 ՆԱՏՕ անդամ պետությունների, 3 ՆԱՏՕ անդամ պետությունների մասին, որոնք թղթի վրա ռազմավարական գործընկերներ են, բայց իրականում ունեն այսպիսի խնդիրներ եւ Ֆրանսիան հասկանում է, որ եթե Հունաստանը, օրինակ կորցնի այն կղզիները, որը Թուրքիան ուզում է գրավել, դա ազդելու է ոչ միայն Հունաստանի, այլ ամբողջ Եվրոպայի վրա։ Սա է պատճառը, որ նա ասում է մենք կաջակցենք եւ թույլ չենք տա։ Այսինքն եվրոպացիները մեզ պաշտպանում են, որ հանկարծ թուրքական աշխարհ չստեղծվի։ Սրան ի պատասխան մեր իշխանությունները ինչ են ասում։ Ասում են մենք ամենևին դեմ չենք թուրքական աշխարհին։ Եթե ուզում են գան մեր ճանապարհով, մեր տարածքով անցնեն եւ ստեղծեն թուրքական աշխարհ, թող գան անցնեն։ Մենք խնդիր չունենք։ Այսինքն մեզ աջակցում են, որովհետեւ մենք թուրքական աշխարհի ճանապարհն ենք փակում։ Հայաստանի իշխանությունները ասում են եկեք ընդունենք սովետական Հայաստանը, թե ինչի մենք դա պիտի ընդունենք, ես չգիտեմ։ Բա ինչ ընդունենք, պարոն Սաֆարյան։ Առաջին եւ միակ հանրապետությունը, ինչպես ընդունել է Ադրբեջանը եւ Վրաստանը։ Երկուսն էլ իրենց ընդունել են առաջին հանրապետության եւ բայց օբյեկտիվորեն մենք դա չպետք է ավելի վաղ ընդունեինք, երբ ուժեղ էինք, երբ Արցախյան առաջին պատերազմը հաղթել էինք։ Գիտեք ինչ, այս մոտեցումը, որ եթե մենք սխալ ենք արել, ապա դա հավերժ է, սա պետք է հանվի մեր մեջից։ Իդեպ ես կարծում եմ, որ իշխանությունները, որոնք այդ չանկախության հռչակագիրն էին գրում, որի առաջի կետը խայտարակություն է, այս իշխանությունները սխալ չէին անում։ Նրանք ուղղորդված էին արտաքին ուժերի կողմից եւ նրանց թելադրանքով ընդունեցին այդ մոտեցումը, որ Հայաստանը սովետական խորհրդային Հայաստանի իրավահաջորդն է կամ իրականում եթե մենք հղում ենք կատարում անկախության հռչակագրին, նույն պետությունն է, անունն է փոխված։ Այսինքն, լավ, եթե անգամ մենք համարենք, որ նրանք 540 չէին եւ գործակալներ չէին, համարենք սխալ են արել։ Ինչ մեր սերունդը, որը հաջորդ սերունդն է եւ մնացած սերունդները պիտի դառնան այդ սխալի ազդակիրը։ Իդեպ այդ ազդակիրը գոյութենական է։ Ես նորից եմ կրկնում, չկա որևիցե շանս, որ Ադրբեջանը չի հարձակվելու Սյունիքի վրա։ Խնդիրը ընդամենը ժամանակի մեջ է։ Այսօր կհարձակվի 10 տարի հետո, 100 տարի հետո, բայց հարձակվելու է անպայման։ Իդեպ այստեղ կա նաեւ մի այլ շատ կարեւոր խնդիր, դա Գեղարքունիքն է։ Ամենևին պատահական չէ, որ Ադրբեջանը հայտարարում է, որ չկա Սևանալիճ, կա Գյոլչա։ Ինչի է սա? Ադրբեջանի ուրեմն վարելահողերը չորանում են եւ իրենք սա ուղիղ տեքստով ասում են։ Եվ գլոբալ տաքացման հետ այդ վարելահողերը շատ ավելի չորանալու են։ Եվ Ադրբեջանը այն պետությունը չի, որ տեսնի, որ իրանց մի քանի կիլոմետր են կողմ կա Սևանալիճ, բայց ասի դե գիտեք ինչ իմ տարածքում չի։
միանշանակ է, որ նա հարձակվելու է Գեղարքունիքի վրա Սևանալիճը գրավելու եւ Սևանալիճի ջրերը օգտագործելու համար։ Եվ եթե մենք թողնում ենք այս ամենը այսպես, ամրագրում ենք սովետական Հայաստան, նա արդեն իսկ ուրեմն գրավելով Քարվաճառը այնտեղ պլացդարմ է ստեղծում։ Բավականին հզոր պլացդարմ է ստեղծում եւ հենց ինչի համար, որ Սևան մտնի։ Ստեղծելու է նաեւ պլացդարմ եւ բնակչություն է բերելու Սյունիքի պարանոցի երկու կողմերում։ Ամրանալու է։ Եվ ընդհանրապես սпасելու է հարմար պահի, որպեսզի ոչնչացնի Հայաստանը։ Այսինքն մենք իրավունք չունենք նաև իրավական գործիքը, նայեք պատերազմի արդյունքում մենք բոլոր ռեալ ռազմական գործիքները, այդ թվում նաև տարածքները հանձնեցինք Ադրբեջանին, բայց մենք իրավունք չունենք սրա հետ միասին նաև վերջին իրավական գործիքը հանձնել Ադրբեջանին, որով ինքը հարվածելու է մեզ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ձրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է
Նոյան Տապանում։ Ձեր ասած, գիտեք ինչ միտք է առաջացնում մոտ, որ այս գոյութենական պայքարում պետք է առնվազն ներսում մենք բոլորս լինենք միասնական։ Այստեղ չպետք է լինի ընդդիմություն, որը այսպես Ռուսաստանի շահերի համար այնպես քննադատի տեղ ունեցած միջոցառումները, ինչպես քննադատեցին 3 ռուսական ամբողջ եթերը ողողված էր քննադատություններով, սպառնալիքներով, նվաստացնում ու ծաղրում էին Մակրոնին։ Ուզում եմ ասել, որ Ուկրաինայի դեպքում մենք տեսանք, չէ, ինչպես կոնսոլիդացվեց նաև ընդդիմությունը Զելենսկու շուրջ, երբ հարձակումը տեղի ունեցավ։ Հիմա եթե մեր մոտ պատկերը այսպիսին է, պարզ չի, որ իշխանությունը արդեն իր ռեսուրսները արդյունավետ աշխատանքի տարբեր ուղղություններով պետք է բաշխի եւ մենք նախ Ուկրաինայի պարագայում նույնպես այնտեղ կա 5-րդ Շարասյան գործոն, ուղղակի փոքր է։ Նայեք, դուք Հայաստանի պարագայում մի գործոն ասեցիք ռուսական 5-րդ Շարասյունը, որը մեծամասամբ ընդդիմադիր դաշտում է, բայց կա նաև թուրքական 5-րդ Շարասյունը, որը իշխանությունն է եւ իր սատելիտ, ուրեմն կուսակցությունները, այսինքն երկուսն էլ 5-րդ Շարասյուն են։ Ճիշտ է, իշխանությունը նաև Ռուսաստանի կողմից բերված 5-րդ Շարասյունը, բայց Ռուսաստանի նահանջի հետ միասին նա ձգտում է դեպի Թուրքիա։ Նորից մենք սա տեսնում ենք, եվրոպացիները պրոհայկական բանաձև են ընդունում, Հայաստանի իշխանությունը ասում են ոչ, մենք պիտի հրաժարվենք այդ բանաձևում առկա վերադարձի իրավունքից, այսինքն իշահ Թուրքիային եւ Ադրբեջանին։ Եվ մենք խոսում ենք կոնսոլիդացիայի մասին, կոնսոլիդացիա որտեղ։ Թուրքական 5-րդ Շարասյան հետ, ռուսական 5-րդ Շարասյան հետ, կամ նրանք իրար հետ։ Մենք խնդիր ունենք Հայաստանում իրականացնել հեղափոխություն։ Այս խնդիրը ինչպես կար 18 թվականին պահպանվեց մինչ օրս, որի ընթացքում մենք պիտի իրականացնենք խորքային լյուստրացիա։ Ինչի հետևանքով այդ 5-րդ Շարասյունը եւ այդ գործակալական ցանցերը կսկսեն քայքայվել։ Եվ այլևս նրանք չեն կարողանա ունենալ ազդեցություն, որ պետությունը բերեն այսպիսի ծայրահեղ ծանր վիճակի, բայց այդ լյուստրացիան չարվեց։ Եվ այստեղ հարց է առաջանում հայ իշխանություններին, ովքեր որ ասում են ուրեմն ազգային ժողովի ամբիոնից, որ դուք 5-րդ Շարասյուն եք նախկին իշխանություններին, դուք ծառայում եք Ռուսաստանին եւ այլն։ Բայց այդ դեպքում իրականացրեք լյուստրացիա, թող բացահայտվեն, գնան նստեն բանտում, ոչ թե ազգային ժողովում։ Բայց նրանք վախենում են, որ լյուստրացիայի ժամանակ նաեւ իրենք կբացահայտվեն։ Նրանք վախենում են, որ լյուստրացիայի ժամանակ իրենց սիրելի Ռուսաստանի շահերը կոտնահարվեն։ Բայց այդ պարագայում կոնսոլիդացիան ոնց լինի 5-րդ Շարասյունների հետ, թե 5-րդ Շարասյունները միմյանց հետ։ Պարոն Սաֆարյան, ռուսական արձագանքը դա ընդամենը խանդի դրսևորում էր, թե նաև այստեղ սпасել այդ տնտեսական պատերազմին, պատժամիջոցներին։ Իսկ որտեղ մենք տեսանք ռուսական արձագանք։ Ամբողջ եթերը ողողված էր ծաղրանքով, նվաստացուցիչ մեկնաբանություններով, քննադատություններով, սպառնալիքներով։ Այո, մենք տեսանք ընդամենը եթերում որոշակի ուրեմն անհամաձայնության դրսևորումներ, որ մեր հակառակորդները, այսինքն արևմտյան պետությունները, այստեղ պիտի նաև հասկանանք, որ միայն եվրոպական երկրները չեն, օրինակ նաև Կանադան էր ներկայացված այս գագաթնաժողովին, այսինքն մեր հակառակորդները եկել մտել են մեր զոնա։ Հավաստիացնում եմ ձեզ, որ Ռուսաստանը դրա հավանությունը տվել էր։ Բայց սրանից առաջ Ռուսաստանում արգելվեց 1 միլիոն շիշ ջերմուկի վաճառքը, Օզոնն ու Վալբերիսն էլ արգելեցին հայ արտադրողներին իրենց ապրանքը վաճառել այդ հարթակներում։ Այո, ռուսական իշխանությունները փորձում են ցույց տալ, որ սա մեր զոնան է, հիշեք սա։ Այս տարածքը մեր զոնան է։ Իսկ մենք այդ զոնայից չենք դուրս գալիս։ Ձեզ կհանեն։ Ով։ Հայաստանի իշխանությունները։ Հայաստանի իշխանությունները դուրս չեն գալիս, չէ՞։ Խնդրեմ, թող հանեն, թող դուրս գան ԵԱՏՄ-ից, թող դուրս գան ՀԱՊԿ-ից, ընդհակառակը։ Այդ իշխանությունները հպարտությամբ ասում են, որ իրենց իշխանության օրոք Ռուսաստանից տնտեսական կախվածությունը անգամներ մեծացել է։ Իրենք են դա ասում, ես չեմ ասում։ Բայց այդ դուրս գալը դա բան չի, խոսքերով չի լինում։ Եթե դու կախվածություն տենել տնտեսական կախվածությունը մեծացրել ես, դա որևիցե կերպ այդ տնտեսական զոնայից դուրս գալու քայլեր չեն, ընդհակառակը խորանալու քայլեր են։ Երբ որ դու դրա մասին մի հատ էլ հպարտությամբ հայտարարում ես, դա նշանակում է, որ դու
նաև քաղաքականապես գտնվում ես այդ զոնայում, որ տիրոջը հիշեցնում ես, որ գիտես ինչ, իմ իշխանության օրոքա, որ ես ավելի կախված եմ քեզանից։ Պարոն Սաֆարյան, նախընտրական տրամադրություններին անդրադառնալով ինչ կարող եք ասել, ինչ փուլում ենք, դուք որոշեցիք նաև մասնակցել, ձեր կուսակցությունը որոշեց մասնակցել, ինչ մտահոգություններ ունեք ընտրական process-ի հետ կապված։ Նախ մենք խոսել ենք, դուք գիտեք, որ ես դեմ եմ եղել այդ մասնակցությանը, բայց մեր մոտ մեծամասնությունը համարեց, որ մենք պիտի մասնակցենք եւ մենք որպես կուսակցություն բոլորովս մասնակցում ենք process-ին։ Նախ առաջինը, ընտրությունները Հայաստանում այսօր արդեն կեղծված են։ Դուք միակ ուժն եք, որ կեղծելու մասին մտահոգություններ ունի, այս դեպքում կոնկրետ Ես չեմ ասում կեղծվելու են, ես ասում եմ արդեն կեղծված են, այսինքն դա մտահոգություն չէ, դա պնդում է։ Ինչպես են կեղծված։ Ինչպես են կեղծված։ Ընտրությունը դա քվեարկությունը չէ։ Քվեարկությունը ընտրական գործընթացների վերջին փուլն է։ Իսկ ինչ բան է ընտրություն։ Ընտրությունը դա հանրության ազատ կամ արտահայտության միջոցով իշխանությունների ձևավորումն է։ Որպեսզի այդ կամքը ազատորեն արտահայտվի, այդ կամքը նաև ազատորեն պիտի ձևավորվի տարիների ընթացքում, ոչ նախընտրական գործընթացների։ Եվ տարիների ընթացքում, օրինակ, եթեր դուրս եկող մեդիաները, որոնք ունեն ամենալայն սփռումը, գտնվում են կամ նախկինների տիրապետության տակ, կամ ներկաների, բոլորը։ Եվ չէ, Նոյան տապանը բացառություն։ Դուք եթեր դուրս չեք գալիս։ Այո։ Դուք եթեր դուրս չես գալ, խոսքը գնում է եթեր կաբելային։ Դուք կաբելային հեռարձակում եք, խոսքը գնում է եթեր դուրս եկող հեռուստաընկերությունների մասին։ Նրանք գտնվելով նախկինների եւ ներկաների ձեռքում ստեղծում են տարիների ընթացքում, ստեղծում են սև ու սպիտակ դաշտ։ Այս օրինակ, որոշ մարդիկ այսօր խոսում էին այն մասին, որ իրենք չեն ճանաչում օրինակ Գևորգ Կարապետյանին, ով հանդիսանում է մեր ցուցակի առաջին համարը։ Իսկ ինչի չեն ճանաչում։ Չէ՞ որ Գևորգ Կարապետյանը այս տարիների ընթացքում ելույթներ է ունեցել հավաքների ժամանակ, դրսևորել է քաղաքական ակտիվություն, չեն ճանաչում, որովհետև հեռուստաընկերությունները այդ հավաքները չեն հեռարձակել։ Եվ այդ մարդիկ չեն տեսել այդ ելույթ ունեցող մարդուն։ Հեռուստաընկերությունները նրան չեն հրավիրել հարցազրույցների, հասկանում եք, ինչի արդյունքում գտնվելով ինֆորմացիոն բլոկադայի մեջ, մենք եւ նաեւ մի շարք այլ քաղաքական ուժեր, նրանք հանրության համար չեն եղել տեսանելի։ Այսինքն հանրության կամքի ձևավորումը ազատ չի եղել։ Եղել է իշխանությունների կողմից ուղղորդված։ Այսպիսի պայմաններում ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպել հնարավոր չի։ Բայց այսպիսի պայմաններում ո՞րն է լինելու ձեր առաքելությունը, ձեր ֆունկցիան։ Քանի որ այս ժամանակահատվածում թե հանրության, այսպես ասենք, քաղաքական ջիղը ավելի ուրեմն լարվում է եւ թե իշխանությունները ստիպված են որոշակի մեդիա ռեսուրս տրամադրել բոլոր մասնակիցներին, մենք օգտագործում ենք այդ շանսը հանրությանը ավելի ուրեմն հաղորդակից լինելու եւ եթե մեր մոտ ստացվեց այդ կարճ ժամանակահատվածում նախընտրական այդ ժամանակահատվածում հանրության հնարավորինս լայն զանգվածներին լինել հասանելի մեդիա դաշտում չի բացառվում, որ մենք կարողանանք նաև որոշակի ուրեմն այդ անհրաժեշտ տոկոսները հավաքել։ Անհրաժեշտ տոկոսներ խորհրդարան մտնելու համար։ Իհարկե մենք պիտի հասկանանք, որ ժամանակը չափազանց քիչ է եւ միևնույն է այդ ժամանակահատվածում էլ են մեզ բլոկադայի ենթարկելու, այսինքն մենք այդ սև ու սպիտակ մեդիա դաշտում կունենանք այնքան ժամանակահատված, որը հարկադրված է օրենքով։ Սակայն ակնհայտ է, որ այդ մեդիաները դրանից շատ ավելի մեծ ուրեմն ներկայություն են ցուցաբերելու իրենց տերերի։ Այսինքն այդտեղ էլ մենք մնալու ենք ինֆորմացիոն բլոկադայում, բայց ավելի փոքր բլոկադայում։ Սա է իրականություն, հա, մենք ջայլամ չենք եւ չպիտի փորձենք իրականությունից փախչել։ Եվ շփվել մեր հանրության հետ մենք պետք է հասկանանք, որ ազգային ժողովրդավարական բևեռի պայքարը 3 չի սկսվել եւ վաղը չի ավարտվել։ Ընտրական գործընթացներն ու ընտրական process-ը ընդհանրապես մեր վարած ազատագրական պայքարի մի հատվածն է։ Կավարտվեն ընտրությունները, կշարունակվի մեր պայքարը, կշարունակվի նաև պարլամենտում, ապա դրանից Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը կօգտվի տասնյակ անգամներ ավելի շատ։ Չի շարունակվի պարլամենտում, կշարունակվի մեդիա դաշտում, որը որ կա, օրինակ ձեր միջոցով,
Այդ ընտրական ցնցումներ կանխատեսում եք Հայաստանում։ Գիտեք, ինչ չեմ կարող ինչ-որ բան Եթե կանխատեսել, իշխանությունը վերարտադրվի, մեծ ցնցումների հիմք ես այսօր չեմ տեսնում, բայց եթե իշխանությունը վերարտադրվում է, ապա Հայաստանի թուրքացումը ստանալու է շատ ավելի մեծ թափեր։ Այսօր որոշակիորեն նրանք զսպված են, որպեսզի ձայն շահեն։ Այդ ձայները եթե նրանք կունենան, ապա Հայաստանի թուրքացումը շատ մեծ թափով սկսելու է գնալ առաջ։ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մենք ձեր կուսակցությանը հաջողություն ենք մաղթում, նաև ձեր ներկայացուցիչներին կհրավիրենք մեր եթեր։ Ես մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում է ազգային ժողովրդավարական բևեռի անդամ, նաև կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Գևորգ Սաֆարյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։